հարսից ծնունդն էր, ահագին անցավ, մեկ էլ Անդրև եկավ, Անդրևը որ եկավ, հույրերը լրիվ դուրս եկան, ասին սելավ է գալի, տղաս վազավ գնաց, այդ մեր էլի այգի ունենք, 2 հատ այգի ունենք, մեկը ծառանոցա դեղցի, մեկն էլ խաղողի այգի է, լրիվ այդ ջուրը պատը պլել էր, հիմնարկը թռչնաբուծականի մեծ պարիսպով պատեր էր, այդ պատերը պլելա այնքան ուժեղ այլ է, պատերը բերել լցե հողը, լրիվ մեր այգի մեջը, ու ասենց տարածությունը, ասենց է եկես է լավը, ամեն կողմերով համտեն, մեկ էլ երեխեքը գոռացին, սելավ է գալի, փախեք, հազիվ հասցրել է տղաս, այս փողոց երեխեքի հետ, ըստ մեր հարևանի հարսը լորեր ուներ հայաթը սետկայի մեջ, այդ լորերը ջուրը վերցել էր, հազիվ հասցրել տղաս հանելա ու ավտոները հանին, մեր հույրերի ավտոները քաշին տարանեան, այն կողմն էլ եկավ, այն կողմն էլ է շատ ուժեղ, ու ստիված լցվան տները ժողովուրդը, ինչ անեին, շատ ահավոր է, դե ծառապտուղա, ասի մի քիչ մեր տան համար անե, մեր լոբի է, պամիդոր էիմ սածիլ է, սա ջրի մեջ էր, պատվաստի տնկիներ ունեին, սաղ էլ ջարդել է, ասենց կես մետր կար, կես մետր, շատ արագ էր, ուժեղ էր, ըստ էլ որ փոսը անդեից գալի լծում էր մեր հայաթը, ըտե ներքևից էլ էթում էր այն ներքևները գնացեին հարևանի տուննա լծվե, պատվալները լրիվ ջուրա լծվե այդ ներքևի շենքերը մինչև կանալ, շատ ահավոր վիճակ էր, Դուք երեխեքին նման տեսել եք? Չէ, ես ստե ինչ ամուսնաց եկել եմ, էլելա սելաֆատարներ կա, բարձր է գալի ջուրը, էլելա, բայց այդ աստիճանի, որ այն վերևի հողը դեղցանոց տնկիները, ասես ծառերը, որը պարկացրել է, որը սաղը ցեխը բերե փակել է, պետք է լրիվ մշակել էինք, փորել էինք, տղաս լրիվ փորե սարքել էր առուները, հիմա առու չկա։ Հիմա լսում ենք, որ հակակարգտային կայանները գործում են, Հա, կրակում է, բայց օգուտ տվեց կար։ Կրակել է, դե հույրեր ունենք տունն եմ էլ, չեմ լսել տեն, բայց կրակում են։ Իսկ այն առաջ օրը, որ կարկուտը եկավ, կրակում են էր, չի ծրում, զգում ես, ամպերը կա, կրակոցը կա, բայց ամպերը չի ծվրվում։ Բա, հիմա համ բերքից էլ անգամ, չգիտեմ, ինչ կլի մեր վիճակը, սաղ հարկերի, վարկերի տակ են, որը ոսկի ենք դնում ստիվադյոլա ենք էթում, հույսներս է ծառապտուղներ, հիմա էլ է ծառապտուղներ, ինչ անի էդ խես ժողովուրդը, փոքր երեխակատուններս կաթի փոշին 3 օր չի էթում, 3000 տալիս են կաթի փոշի են կառնում, 3 օր չի էթում, դե արի 30,000 փող են տալի, 30,000 ինչ անի էդ խես մայրը։ Դուք հիմա ինչ ակնկալիքներ ունեք կառավարությունից։ Դե գոնե ժողովրդին հարկերից ազատեն, օգնություն տան, այդքան հեսա գալիս է վարկերի մուծումների ժամանակը, ժողովուրդը ծիրան էին ծախում տալիս էին, հիմա այդ ծիրանն էլ վերքոտ է լրիվ։ Ոչ մի հատ էլ չեն վերք։ Թափում է, այն օրը քամիից լցվել էր սաղ տակերը։ Ժողովուրդ սկած վիճակ է, ինչ անել, թունակին միկատները առնում են, սիլիտրան առում տվել են, հիմա էլ ինչ անել, հույս ունեին, որ
եկամուտը կլինի կապրեն մարդիկ, էլ գոնե իրանց վարկերը կփակեն։ Կայնի